Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ մրցախաղ եւ մեզ հայտնի կդառնան հայոց բանակային 3 զորամասերը, որոնց ասպետ զինվորները ընդունակ են հաղթանակելու ոչ միայն հայրենիքի պաշտպանի դերում, այլ նաեւ գիտամարտերում ցուցադրելով իրենց գիտելիքները եւ աշխարհընկալման խորությունը։ Հանրային հեռուստալիքի եթերում բանակային հայասպետ հեռուստախաղի կիսաեզրափակիչ վերջին խաղն է։ Հեռուստախաղին աջակցում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը։ Պաշտոնական գործընկերն ու գլխավոր հովանավորն է Հայաստանի Հանրապետության Կրթության եւ Գիտության նախարարությունը։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի եւ հայասպետ հիմնադրամի նախաձեռնությամբ 2013 թվականի մայիս ամսից բանակային առաջին եւ երրորդ զորամիավորումներում եւ Արցախի պաշտպանության բանակում սկսվեցին հայասպետ ակումբների ձևավորման նախապատրաստական աշխատանքները, նպատակ ունենալով նպաստել հայոց բանակի զինվորների հայրենագիտական, աշխարհաճանաչողական եւ իրավաբանական գիտելիքների ձեռքբերմանը, զինվորական բառապաշարի հարստացմանը, ռազմահայրենասիրական երկուպարի յուրացմանը։ Կազմակերպվեցին հանդիպումներ նշված զորամիավորումների բոլոր զորամասերի ԱՀՏ-ԱԱ գծով տեղակալների հետ, տարվեցին նախապատրաստական աշխատանքներ, բոլորին տրամադրվեցին ակումբների ստեղծման մեթոդական ուղեցույցներ, անհրաժեշտ գրքեր, պարուսույց, տեսահսկավառակներ։ Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հայասպետ հիմնադրամի նախաձեռնող խմբի կողմից կատարվեցին շրջիկ ստուգայցեր, որոնց արդյունքում ակնհայտ դարձավ, որ նախաձեռնությունը լուրջ արձագանք է գտել զինվորների շրջանում եւ առաջացրել մեծ հետաքրքրություն։ Տեղերում կազմակերպված միջզորամասային խաղերի արդյունքում մասնակից 27 թիմից եզրափակիչ խաղերին մասնակցելու իրավունք ստացավ 9 թիմ։ Եվ այսպես ներկայացնեմ այսօրվա մեր մրցակից թիմերին։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 63-853 զորամասի թիմին, 46-492 զորամասի թիմին եւ 46-677 զորամասի թիմին։ Կարմիր թիմ, ընտրում ենք տառը եւ բացում առաջին հարցը։ Մենք ընտրում ենք դատարը։ Դատարը խնդրեմ։ Դատարի թեման հայոց արքաներն է։ Հայկ Խաչատրյանի արտավազդ վեպում հայոց արքան ինչ քաղաք է հիմնում, ովքեր են դառնում քաղաքի բնակիչները, նրանք գեղեցիկ ու առողջ ապրելու ինչ գաղտնիքներ ու կանոններ պիտի իմանային։ Սպառվեց ժամանակը, տղաներ, խնդրեմ պատասխանը։ Հարցին կպատասխանի Շարքային Բեգլարյանը։ Շարքային Բեգլարյան, լսում ենք։ Արտավազդը հիմնադրում է Արտավազդավան քաղաքը, այնտեղ պետք է բոլոր գավառներից բերեին ամենագեղեցիկ աղջիկներին եւ տղաներին։ Նրանք պետք է կարողանային շատացնել այնտեղի երեխաների քանակը։ Գեղեցիկ երեխաների։ Գեղեցիկ երեխաների։ Տղաները պետք է պարապ չմնային, միշտ զբաղված լինեն իրենց հոգսերով, օրը ապարդյուն չանցկացնեին, ասում էին, եթե շատ չքնեին նաև, եթե մի օր շատ ես քնում, դա հավասար է 1 ամսի գրեթե։ Նրանք գեղեցիկ եւ առողջ ապրելու ինչ գաղտնիքներ ու կանոններ պիտի իմանային։ Եթե գաղտնիքներ ու կանոնները մի քիչ ավելի հստակ պետք է ներկայացնել, հա։ Խնդրեմ։ Լրացում կանի Շարքային Եղոյանը։ Պետք է իմանային առողջ ապրելակերպի գաղտնիքները, գեղեցիկ ապրելու, ինչպես նաև իմանային գեղեցկությունը գնահատել, այսինքն ոչ միայն մարդկային գեղեցկությունը, այլ նաև բնության եւ մշակութային արժեքների գեղեցկությունը պետք է կարողանային գնահատել, ինչպես նաև ունենային որոշակի զարգացվածության մակարդակ ինտելեկտուալ։ Այս երևի ձեր կառուցած քաղաքում այդ օրենքները կմսնեք, տղաների, Արտավազդի կառուցած քաղաքում ինչ օրենքներ կային, խնդրեմ։ Տղաները պետք է պարտադիր խոսեին հայերեն, չնային այլ աղջիկների կողմը, նաև աղջիկները պետք է խոսեին հայերեն ու չնային այլ տղաների կողմը։ Վերջ։ Վերջ։ Լավ։ Լսենք մեր պատասխանը։ Հայոց արքան հիմնում է Արտավազդավանը, որտեղ բնակեցնում է հայքի ամենագեղեցիկ երիտասարդներին։ Այդտեղ բնակվելու իրավունք ունեցողները պետք է լավ իմանային գեղեցիկ ապրելու գաղտնիքները։ Դրանցից էին չափավոր եղիր վայելքների մեջ, եղիր մաքրասեր, երբեք պարապ մի իմանա, մի ստիր, մի նախանձիր, մի լսիր ուրիշների մասին զազրախոսությունները, ինքդ էլ մի զազրախոսիր եւ այլն։ Կարևոր օրենքներից էր նաև այն, որ բոլոր երեխաները խոսեին միայն հայերեն։
Եվ պարոն Գալստյան, խնդրեմ։ Նախ շատ կարևոր է, որ մեր զինվորները միասին պատասխանեցին հարցին։ Իհարկե հարցի երկրորդ ենթամասում ինչ գաղտնիքներ պիտի իմանային, ես այնտեղ կարևորում եմ իհարկե հայերեն խոսելը, պարապ չմնալը, կային բնականաբար նաև այլ բաներ, որոնք չկարողացան հիշել, բայց փոխարենը կարողացան ինքնուրույն դատողություններով հետաքրքիր, այսպես ասենք, մեզ մտքեր հաղորդել, ճիշտ է, գուցե Արտավազդը այդպես չէր մտածել, բայց եթե դուք ապագայում քաղաք կառուցելու հնարավորություն եւ բնակեցնելու հնարավորություն ունենաք, դրանք կօգտագործեք։ Ամեն դեպքում ձեր պատասխանը գնահատվում է 8 միավոր։ 8 միավոր է վաստակում կարմիր թիմը եւ հերթը կապույտ թիմին է, տղաներ, ձեզ տեսնենք։ Մենք ընտրում ենք այբ տարը։ Այբ տարը, խնդրեմ։ Թեման ազգային գաղափարախոսությունն է, լսում ենք հարցը։ Ինչու է հայ պատմագրության մեջ ռուսական տիրապետությունը համարվում չարիած փոքրագույնը։ Թուրքիայի եւ Ռուսաստանի ընդհարումը պատմականորեն ինչու է անխուսափելի։ Գաղութային քաղաքականությունը, գաղութային ավանդական գաղութային քաղաքականություն, պատանկանորեն անխորտել Պատրաստ եք։ Խնդրեմ։ Հայ պատմագրության մեջ ռուսական տիրապետությունը համարվում էր չարիած փոքրագույնը, քանի որ այն երկրները, որոնք նվաճում էին Թուրքիայի կողմից, ոչնչացման եզրին էին կանգնում կամ ոչնչացում էին, Կորսինովի իրենց ինքնուրույնությունը, գոյատևման խնդիրը եւ այլն։ Իսկ Ռուսաստանը վարում էր գաղութային քաղաքականություն, հայերը անցնելով Ռուսաստանի տիրապետության տակ, լինելով Ռուսաստանի գաղութային, ունենալով Ռուսաստանի գաղութային քաղաքավիճակը, նույնպես կձուլվեին, սակայն դրանց ձուլումը կլիներ դանդաղ եւ կկարողանային պահել իրենց ազգային ինքնությունը, այսինքն լեզուն, մշակույթը, իսկ թուրքերը իրենց գաղափարախոսության մեջ ընկած էին, որ պետք է միավորվեն, ստեղծեն մեծ թուրքապետությունը, իսկ թուրքալեզու պետությունները գտնում են Ռուսաստանի կազմում, ինչը խոչընդոտում էր, եթե նրանք միանային, ապա ռուսական կայսրությունը տարածքները կխարխլվեր, այսինքն չէր լինի ռուսական կայսրություն։ Այդ իսկ պատճառով նրանց պահումը պատմականորեն անխուսափելի է։ Լավ, վերջ, լսենք մեր պատասխանը։ Ռուսաստանի եւ Թուրքիայի գաղութային նվաճումների միջև գոյություն ունեին արմատական տարբերություններ։ Թուրքիան նվաճում եւ սեփականացնում էր այլ ժողովուրդների հայրենիքները, իսկ բնակչությանը ֆիզիկապես ոչնչացնում։ Ռուսաստանը ընդհակառակը վարում էր ավանդական գաղութային քաղաքականություն, սակայն դրա հետ մեկտեղ նվաճված ժողովուրդները Ռուսաստանում ապահովում էին իրենց ֆիզիկական գոյությունը, համախմբումը, ազգային մշակույթի զարգացումը եւ այլն։ Թուրքիայի եւ Ռուսաստանի ընդհարումը պատմականորեն անխուսափելի է, որովհետեւ մեծ Թուրանի պետության ստեղծումը հանգեցնելու է ռուսական կայսրության քայքայմանը, թրքալեզու ժողովուրդների ապրելատարածքների անջատմանը Ռուսաստանից, որի արդյունքում այն կդադարի գերհզոր պետություն լինելուց։ Խնդրեմ։ Պարոն Սարգսյան։ Ըստ էության ճիշտ պատասխան տրվեց, պարզապես որոշակի ներկայացման ձևի առումով կային որոշակի, այսպես ասենք, թերացումներ, այնուամենայնիվ կարծում եմ, որ հիմա արժանի է 9 գնահատականի։ Այո, եւս մեկ անգամ մեր հանդիսատեսի համար նշենք, որ 10 միավորը բացարձակ լավ պատասխանն է, գեղեցիկ խոսքով եւ ճիշտ ասված, իսկ փոքրիկ թերություններով պատասխանները հաստատում են 9 միավոր, իսկ այս հարցի մասին ընդհանրապես կուզեի մեջ բերել Շահան Նաթալիի խոսքը, շատ դիպուկ է ասված։ Ռուսիան կխլե մեր անկախությունը, իսկ Թուրքիան կսպանե ազգը։ Հրաշալի ասված հենց այս ամենի մասին։ Իսկ հիմա շարունակում ենք խաղը եւ անցնում ենք նարնջագույն թիմին։ Նարնջագույն թիմ։ Մենք ընտրում ենք էտարը։ Էտարը, խնդրեմ։ Բառերի խորթավոր աշխարհում։ Պատմեք երիտասարդ բառի կենսագրությունը։ Ուշադիր։ Սպառվեց իր ժամանակը, խնդրեմ։ Հարցին կպատասխանեմ ես, Եֆրեյտոր Ղազարյանս։ Երիտասարդ բառի ծագումը շատերին է հետաքրքրել։
նոր հայկազյան բառարանում եւ գրաբարյան շատ աշխատություններում հանդիպում են երիտասարդ բառի տարբեր մեկնաբանություններ։ Օրինակ, հայ նշանավոր գիտնականներից մեկը երիտասարդության սկիզբը համարում է 21 տարեկանը, սակայն եթե 21 տարեկանը համարվում է երիտասարդության սկիզբը, ապա չի նշվում վերջը, որտեղ է ավարտվում երիտասարդությունը, սակայն այս բառի մեկնաբանության համար համոզիչ լուծում գտավ նշանավոր հայագետ Պոլ Լազարդը։ Նա համեմատություն կատարեց պարսկերենից փոխառված տարբեր բառերի հետ, օրինակ նավասարդ նշանակում է նոր տարի, սարդ նշանակում է տարի, իսկ երիտ մասը այս բառի պարսկերենից փոխառված ռետակ բառն է, որ նշանակում է պատանի, երիտասարդ։ Լսենք մեր պատասխանը։ Շատ տեղերում, այդ թվում եւ նոր հայկազյան բառարանում երիտասարդ բառը բացատրում են այսպես. 3, 10 եւ արդ, այսինքն երիտասարդը 30 տարեկանն էր։ Ոմանք ասում են երիտասարդության սկիզբը 3-7 լրանալն է, այսինքն 21-ը։ Հայագետ Լագարդը այն կապում է իրանյան ռետակ երիտասարդ պատանի արմատին, որի առջևից հայերենում է ավելացել, եւ սարդ, որ տարի է նշանակում։ Խնդրեմ, պարոն Պողոսյան։ Եֆրեյտոր Ղազարյանը նկատելի էր հարցին տվեց լիարժեք պատասխան։ Միայն թե ոչ թե Լազարդ, եթե ես ճիշտ լսեցի, այլ Լագարդ, Պոլ Լագարդի մասին է խոսքը, դա չի խանգարում լիարժեք պատասխանին եւ 10 միավոր։ 10 միավոր է վաստակում նարնջակուն թիմը եւ նորից շրջվում ենք դեպի կարմիր թիմը։ Մենք ընտրում ենք Վոտարը։ Վոտարը, խնդրեմ։ Վոտարի թեման հայ մեծանուն զորավարներն են։ 1905 թվականի փետրվարին Դրաստամատ Կանայանն ինչու է մեկնում Բաքու։ Նա որ նշանավոր հայդուկապետի խմբին է միանում եւ ինչ կարեւոր առաջադրանք է ստանձնում։ Հարցին կպատասխանի Շարքային Գրիգորյանը։ Գրիգորյան։ 1905 թվականի փետրվարի 6-ին Բաքվում սկսում է ազգամիչյան կռիվներ, այդ ժամանակ Դրաստամատ Կանայանը մեկնում է Բաքու եւ մասնակցում է Նիկոլ Դումանի խմբի կազմում կռվին եւ այդ կռվից հետո Նիկոլ Դումանը նրան նոր առաջադրանքներ է տալիս, որպեսզի այդ կռվից անմիջապես հետո, քանի որ բացի Բաքվից ազգամիչյան բախումներ են տեղի ունենում Հայաստանի տարբեր մասերում, Զանգեզուրում, Երևանում, Նախիջևանում եւ այլ տեղերում, որպեսզի նա այդ ամենից հետո գնա եւ ստանձնի Երևանի կռիվների գլխավոր հրամանատարի պաշտոնը եւ թույլ չտա, որ տեղի ունենա կոտորած։ Մի քիչ ավելի հստակ, վերջ ինչ կարևոր առաջադրանք է ստանում, ո՞րն է այդ առաջադրանքը։ Կպատասխանեմ ես Շարքային Եղայանս։ Կարևոր առաջադրանքը կայանում էր նրանում, որ նա ինքնուրույն արդեն կարողանար կանխել նոր բախումները եւ թույլ չտար կոտորածների առաջացումը։ Բարի։ Նա կարողացավ անթերի կատարել իր առաջադրանքը եւ հետագայում ստացավ ավելի լուրջ առաջադրանքներ։ Լսենք մեր պատասխանը։ 1905 թվականի փետրվարին Բաքվում կազմակերպված հայերի զանգվածային ջարդերը ահազանգ դարձան հայ ինքնապաշտպանական ուժերի համար։ Ջարդերի հաջորդ օրն իսկ Դրաստամատը լքելով ռազմական ուսումնարանը մեկնում է Բաքու եւ միանում հայ նշանավոր հայդուկապետ Նիկոլ Դումանի խմբին։ Այստեղ նա հանձնարարություն է ստանում ահաբեկել Բաքվի ջարդերի հրահրիչ եւ ոգեշնչող նահանգապետ գեներալ Նակաշաձեին։ Դրոյի նետած ռումբը եւս մեկ հաջողված դրվագ ավելացրեց հայ վրեժխնդրության պատմության էջերում, իսկ Նիկոլ Դումանի տված գնահատականը մարգարեական եղավ 20-ամյա երիտասարդի համար։ Այս արյունոտ պայքարի մեջ մի նոր գյուտ արի, այդ գյուտը Դրաստամատն է, սա մեծ ապագա պիտի ունենա։ Պարոն Մինասյան, խնդրեմ։ Պատասխանը կծկտուր էր, ոչ լիարժեք, կարծում եմ պետք է գնահատել ընդամենը 6 միավոր։ Կարմիր թիմը վաստակում է 6 միավոր, անցնում ենք կապույտ թիմին։ Մենք ընտրում ենք հոտառը։ Հոտառը, խնդրեմ։ Հոտառի թեման իրավագիտությունն է։ Ուշադրիր լսենք հարցը։ Ինչ է ուխտադրժությունը։ Ինչով է այն տարբերվում ռազմական խորամանկությունից։
Խնդրեմ։ Հարցին կպատասխանի Արթուր Ղամբարյանը։ Խտրուճություն նշանակում է այն, որ պատերազմի ժամանակ, որ եղել է Հայաստան-Վրաստան պատերազմի ժամանակ, որոնք կնքում էին հետները պայմանագիր, աշտության պայմանագիր, բայց նրանք այդ պայմանագիրը մերժում էին, խախտում են եւ նախահարցակ են լինում։ Այդ ժամանակ 1920 թվականի գրեվների ժամանակ դա եղավ 21 թվականին լրացում ունեն։ Ռազմական խորամանկությունն էլ այն դեպքն է, երբ հակառակորդը չի սպասում հարձակմանը։ Լսենք մեր պատասխանը։ Ուխտադրժություն են համարվում այն գործողությունները, որոնք նպատակ ունեն հակառակորդի մեջ վստահություն առաջացնել, նրան ստիպել հավատալ, որ նա պաշտպանության անհրաժեշտություն չունի, ապա չարաշահել այդպիսի վստահությունն ու խախտել կնքված պայմանը։ Ի տարբերություն ուխտադրժության, ռազմական խորամանկություններն ուղղված են հակառակորդին թյուրիմացության մեջ գցելուն եւ ոչ թե պայմանը խախտելուն։ Խնդրեմ, պարոն Սիմոնյան։ Ըստ էության երկու հարցերին էլ պատասխանները ամբողջական չէին, թերի էին։ Կարծում եմ սխալ չի լինի, եթե երկուսը միասին գնահատենք 5 միավոր։ Կապույտը վաստակում է 5 միավոր եւ դառնանք դեպի նարնջագույն թիմը։ Մենք ընտրում ենք հիտառը։ Հայ մեծանուն զորավարներ, դարձյալ։ Երևանի ռուսական գիմնազիայում սովորելու տարիներին ուսուցիչներն ինչու էին դրոյին ամբարիշտ հայորդի անվանում, ազգասեր հասակակիցներից ինչ խումբ էր ստեղծել նա։ Խնդրեմ, տղաներ։ Հարցին կպատասխանեմ ես եւ Ֆրեդեր Ղազարյանս։ Երևանի ռուսական գիմնազիայում սովորելու տարիներին ուսուցիչները դրոյին անվանում էին ամբարիշտ հայորդի, քանի որ նա իր հասակակիցներից ստեղծել էր Բորեաս խումբը եւ իր հասակակիցների հետ պայքարում էր ռուսամետ ուսուցիչների դեմ, քանի որ նրանք տեսչի Բրաժնիկովի գլխավորությամբ ցանկանում էին ռուսականացնել հայ աշակերտներին, նրանց ստիպում էին ազգանունները փոխել ռուսական ով վերջավորությամբ եւ վարում էին ապազգային քաղաքականություն։ Բորեաս խումբը ստեղծվել է Նիկոլ Դումանի հրահանգով։ Վերջ։ Լսենք մեր պատասխանը։ Գիմնազիայի ռուսամոլ ղեկավարությունը եւ ուսուցիչները ոգևորված ցարական կառավարության հակահայ քաղաքականությունից ջանում էին գիմնազիայից իսպար դուրս վանել ազգային ամեն բան, որը չէին հանդուրժում ըմբոստ աշակերտները դրաստամատի ղեկավարությամբ։ Ուսուցիչները չէին սիրում Կանայանին, համարում էին նրան մի փորձանք եւ ցանկանում էին օր առաջ ազատվել ամբարիշտ հայորդուց։ Այդ օրերին էր, որ դրաստամատ Կանայանը կազմեց Բորեաս հայրենասերների խումբը, որն ապագայում դարձավ ինքնապաշտպանության արժեքավոր մի ուժ։ Պատասխանը կար, ըստ էության պատասխանը կար, ցանկանայի ուղղակի իմ բարի ցանկությունն է, որ ավելի ծավալվեին։ Գնահատում եմ 9 միավոր։ Մենք ավարտեցինք առաջին փուլը եւ առաջին փուլի ավարտին մի քիչ տրամադրություններս բարձրացնենք, բարով խնդրեմ նարնջագույն թիմ։ Մենք ընտրում ենք պետառը։ Պետառը խնդրեմ։ Իշխանած սպար։
պարոն Գինոսյան, իշխանած պարը մենք դիտեցինք եւ գնահատեք։ Եթե լիներ պարագլուխների մրցույթ, ապա այս բոլոր խաղերի մեջ կարծում եմ միակ կատարյալ պարագլուխը, որ եւ իր աճպարար պարով եւ իր որպես ղեկավարի լիարժեքորեն վերարտադրեց այն բոլոր ֆունկցիան, որը տրվում է պարի առաջնորդին։ Բայց պարոն Գինոսյանը գերազանցեց։ Ով չի գերազանցում իր նախորդներին, նա անարգում է նրանց հիշատակը։ Այս Նժդեի խոսքերն են։ Իրականում բայց թերություններ կային եւ հատկապես երկու տեղ լուրջ խառնաշփոթ եղավ կլոր շարժման ժամանակ երրորդ խումբը եւ վերջում միանալու ժամանակ 9 միավոր։ Իննմիավոր է վաստակում նարնջագույն թիմը եւ մենք անցնում ենք երկրորդ փուլին ու դառնում ենք դեպի կարմիր թիմը։ Խնդրեմ։ Մենք ընտրում ենք ռեդարը։ Եվ ռեդարի թեման հարևան ժողովուրդների պատմություն։ 1928-ից 1930 թվականներին քրդական ապստամբության Կիրե կոչվող գլխավոր օջախն ու բազան որտեղ էր տեղակայված։ Այստեղ ծավալված ռազմական գործողությունները ինչ ընթացք եւ ավարտ ունեցան։ Խնդրեմ տղաներ։ Հարցին կպատասխանի Շարքային Եղոյանը։ Խնդրեմ։ Քաղաքի անունը ճիշտ չեմ կարող դեռևս փիշեմ, բայց այստեղ ծավալած ռազմական գործողությունների արդյունքում քրդերը կարողացան ռազմական գործողությունների նախնական փուլում կարողացան որոշակի հաջողություններ ունենալ, բայց այնուամենայնիվ քրդերի ապստամբությունը ճնշվեց եւ նրանք կարողացան հաշտության գնով որոշակի առավելություններ ստանալ։ Այսինքն բուն նպատակին չհասան, բայց որոշակի օգուտ ունեցան։ Վերջ։ Վերջ։ Տղաներ, այս այնքան ակնառու բան էր, ես մտածում եի անպայման կմնա ձեր հիշողության մեջ։ Լսենք այս հետաքրքիր պատմությունը։ 1928-ից 1930 թվականներին քուրդ ժողովուրդը իր ապստամբ ուժերը կենտրոնացնում է Մասիսների միջև ընկած թմբազև վայրում, որը թուրքերը անվանում են Կիրե։ Ապստամբներն ունեին 9-ից 10 հազար մարդ։ Թուրքերի ուղարկած պատժիչ առաջին ջոկատին քրդերը ջախջախում են։ Նորից մարտի մեջ նետած 3 դիվիզիայով եւ 26 ինքնաթիռով թուրքերը հասնում են ժամանակավոր հաջողության, բայց ապստամբներին օգնության են հասնում Պարսկաստանի քրդերը։ Թուրքերը նահանջելով անցնում են սովետական Հայաստանի սահմանը եւ լցվում Արտաշատի շրջան։ Թուրքերը նոր ուժեր են նետում Կիրեի վրա եւ չնայած ապստամբների հզոր դիմադրությանը պարտության մատնում նրանց։ Իհարկե, ենթահարցերին որպես այդպիսին պատասխան չհնչեց, պարզապես երկրորդ ենթահարցի հետ կապված խիստ ընդհանրական պատասխան տրվեց, որ թեև քրդերը ունեցան ժամանակավոր հաջողություն, այդուհանդերձ ապստամբությունը պարտություն կրեց եւ որպես հետևանք նաեւ այո թուրքերի մոտ որոշակի զսպվածություն առաջացավ։ Ես սա հակված եմ դիտարկելու որպես որոշակի պատասխան այդուհանդերձ եւ ես դրա համար թիմին գնահատում եմ 2 միավոր։ 2 միավոր է վաստակում կարմիր թիմը եւ անցնում ենք կապույտ թիմին։ Մենք ընտրում ենք վև տառը։ Վև տառը, խնդրեմ։ Դարձյալ հարևան ժողովուրդների պատմություն։ Եվ տեսնենք այս անգամ ինչ հարց է։ Թուրքական որ քաղաքն է աշխարհում միակը, որ ընկած է երկու աշխարհամասերի վրա, ներկայացնել նրա ծագումն ու բյուզանդական անցյալը։ Հարցին կպատասխանի Անդրանիկ Զաքարյանը։ Անդրանիկ։ Այդ քաղաքը Կոստանդնուպոլիսն է, որը ունի հին պատմություն, ստեղծել է Կոստանդին Կայսրը։ Լրացում ունենք։ Խնդրեմ։ 1453 թվականին Կոստանդնուպոլիսը որպես թուրքական քաղաք է դառնում եւ այնտեղ ապրում են թուրքերը եւ բարգավաճում է այդ քաղաքը։ Իսկ ով է հիմնել այս քաղաքը։ Կոստանդինի առաջին կայսրն է հիմնել որպես բյուզանդական ինքը քաղաք Կոստանդնուպոլիս, իսկ դրանից հետո արդեն նա վերանվանում է որպես Ստամբուլ է վերանվանում, թուրքերը։ Լավ։ Լսենք ճիշտ պատասխանը տղաներ։ Աշխարհում միակ քաղաքը, որ ընկած է երկու աշխարհամասերի Եվրոպայի եւ Ասիայի վրա, թուրքական Ստամբուլն է։
Այս քաղաքի արմատները գալիս են մեր թվարկությունից առաջ 7-րդ դարից, երբ կիսաառասպելական Բիզանցն այստեղ հիմնել է Բյուզանդիոն քաղաքամրոցը։ 330-ական թվականներից հռոմեական Կոնստանտին Մեծ կայսրը ընդարձակեց ամրոցը եւ այն հայտարարեց մայրաքաղաք, որը եւ նրա պատվին կոչվեց Կոստանդնուպոլիս։ Խնդրեմ, պարոն Սողոմոնյան։ Պայմանականորեն հարցի 3 ենթահարցերից 2-ին կընդունեմ, որ տրվել է պատասխան եւ 1-ին չի տրվել պատասխան։ Թիմը վաստակում է 6 միավոր։ 6 միավոր է վաստակում կապույտ թիմը, անցնում ենք նարնջագույն թիմին։ Մենք ընտրում ենք Քետարը։ Քետարը, խնդրեմ։ Հարևան ժողովուրդների պատմություն։ Ովքեր էին Ենիչերիները, մուսուլմանական Բեկտաշի աղանդը, նրանց ինչ զրկանքի էր դատապարտում։ Խնդրեմ, տղաներ, ժամանակը սպառվեց։ Հարցին կպատասխանի Շարքային Մնացականյանը։ Շարքային Մնացականյան, խնդրեմ։ Մուսուլմանական Բեկտաշի աղանդը նրանց դատապարտում էր ամուրիության, Ենիչերիները նրանք այն զինվորական ուժներ, որ թուրքերը քրիստոնեական երկրներից հավաքում էին մանկասակ երեխաների եւ նրանց մանկուց պատրաստում զինվորներ, իսլամի եւ կրոնական մոլորակների պաշտպանի ոգով էին նրանց դաստիարակում։ Ենիչերիները եղել են թուրքական բանակի անողոք պաշտպանները, որոնց ժամանակ թուրքերը հասել են մեծ նվաճումների, նրանց շնորհիվ գրավել են նաեւ Կոստանդնուպոլիս քաղաքը։ Վերջ։ Լսենք մեր պատասխանը։ Ենիչերիները Օսմանյան կայսրության ամենակատաղի, ամենաանողոք պաշտպաններն էին։ Այս զորագնդերը հավաքագրվում էին քրիստոնյա ազգությունների երեխաներից, որ դաստիարակվում էին իսլամի մոլորանդների կողմից։ Քրիստոնյաները յուրաքանչյուր 3 տարին մեկ պարտավոր էին վճարել հարկ երեխաներով։ Ընդունակները ծառայում էին արքունիքում, իսկ մնացածներն ուղարկվում խիստ կարգապահ զորաբաժիններ։ Ենիչերիները պարտադիր հարում էին մուսուլմանական Բեկտաշի աղանդին, որը նրանց դատապարտում էր ամուրիությամբ։ Շարքային Մնացականյանի կողմից ընդհանուր առմամբ հարցին տրվեց պատասխանը։ Իհարկե պատասխանը անվստահ պատասխան էր եւ կծկտուր պատասխան էր, գնահատում եմ 7 միավոր։ Եվ անցնում ենք նորից կարմիր թիմին։ Խնդրեմ, ընտրում ենք տառը։ Մենք ընտրում ենք Գիմ տառը։ Գիմ տառը, խնդրեմ։ Հայոց արքաներ, թեման։ Հիմա լսենք հարցը։ Հայկ Խաչատրյանի Տիգրան մեծ վեպում Լուկուլոսին ինչպես է հաջողվում գրավել Տիգրանակերտը։ Հարացանիի ափին տեղի ունեցած ճակատամարտն ինչպես է ավարտվում։ Լուկուլոսն ինչ հիշատակ է թողնում հայոց աշխարհում։ Ինչպես է ավարտվում։ Հիշատակ է թողնում հայոց աշխարհում։ Հարցին կպատասխանի Շարքային Եղոյանը։ Քրիստոսից առաջ 68 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ Արազանի ճակատամարտը, որտեղ հայերը լիովին պարտություն կրեցին, Տիգրան Մեծի զորքերը խախտելով մարտաշարքը ջախջախվեցին հռոմեական Լուկուլոսի կողմից ղեկավարվող զորքերի կողմից, դա տեսնելով վարսկանները, Տիգրանակերտի վարսկանները, Տիգրան Մեծը հիմնականում Տիգրանակերտը բնակեցրել էր ոչ հայ ազգերով, մեզ հայտնի է, որ Կիլիկիայի 12 քաղաքներից եւ այլ շատ ու շատ քաղաքներից, Ասորստանից ու նման քաղաքներից բերեց լավագույն վարպետներին, որովհետեւ Տիգրանակերտը դառնար ընտրյալների քաղաք, այդ իսկ պատճառով հույներն էին վարսկանները պաշտպանում Տիգրանակերտ քաղաքը, տեսնելով, որ պարտվել է Տիգրան Մեծը, նրանք մտածեցին, որ նրանց վարձը էլ ոչ ոք չի կարող տալ եւ իմաստ չունի, որ Տիգրանակերտի համար նրանք կռիվ տան, այդ իսկ պատճառով նրանք բացեցին քաղաքի տարբասները եւ թողեցին, որ Լուկուլոսը ներս գա։ Մյուս հարցը։ Լուկուլոսը ավիրում է Տիգրանակերտ քաղաքը, դա է նրա հիշատակը եւ Լուկուլոսը առաջնորդում է իր նոր զորքերին դեպի Արդաշատ, անվանելով Արդաշատը հայկական Կարթագեն, որովհետեւ ավելի ոգևորի։ Լրացում ունի։ Լրացում։
Ուրեմն Հայկ Խաչատրյանի Տիգրամեծ վեպում Տիգրանակերտը գրավում է դավաճանների կողմից, հունական կողմից պարիսպները բացվում են եւ Տիգրանակերտի ճակատամարտի պարիսպները բացվում են հենց հունական կողմից, որի հրամանատարը Մարատիկոսն էր, այդ զորավարներ, եւ այս Տիգրանակերտի ճակատամարտում պարտություն է կրում հայկական զորքը, իսկ Տիգրան Մեծը հավաքագրելով նոր զորք Արածանի ափի տեղի ունեցած ճակատամարտում կարողանում է հասնել փայլուն հաղթանակի եւ հենց այդ հաղթանակի շնորհիվ է որ կարողանում է մեղմել նախորդ ճակատամարտում կրած պարտությունը, իսկ Լուկուլոսը կռվի ժամանակ գլխից գցում է սաղավարտը եւ հենց այդ իր գլխից սաղավարտը որոնք դնում է դա վատ նշան է եւ ինչ սաղավարտն է թողում հենց հայոց աշխարհում։ Ահա, վերջ։ Այո։ Լսենք մեր պատասխանը։ Զորավար Մամիկն իր քաջերով շարունակում է դիմագրավել հռոմեացիներին, սակայն մայրաքաղաքում հավաքված դժգոհ օտարազգիների դավաճանության պատճառով Տիգրանակերտն ընկնում է։ Ավելի ուշ Տիգրանն Արածանի ափին կռվում է հռոմեացիների դեմ եւ ճակատամարտն ավարտվում է հայերի փայլուն հաղթանակով։ Ամբարտավան Լուկուլոսին գետնում է ասպետ բագարատը։ Սթափվելուց հետո հռոմեացին նկատում է, որ սաղավարտը գլխին չէ, գլուխն էլ ներկված է որդան կարմիրով։ Սաղավարտի կորուստը Լուկուլոսի համար ծանր հարված էր, թվում էր հայերը տարել էին նրա զորավարական հեղինակությունը։ Ժամանակին հասավ ընկերն օգնության, խնդրեմ։ Այո, ժամանակին օգնեց, որովհետև առաջին պատասխանը իսկապես լուրջ բացթողում ուներ իր մեջ, եթե չասենք էապես սխալ էր։ Փայլուն հաղթանակով ավարտվեց ավելի ուշ կայացած Արածանի ճակատամարտը, բայց հայերի փայլուն հաղթանակով։ Պատասխանը այս դեպքում գնահատվում է 9 միավոր։ 9 միավոր է վաստակում կարմիր թիմը եւ անցնում ենք կապույտ թիմին։ Մենք ընտրում ենք Թոտարը։ Թոտարը, խնդրեմ։ Դարձյալ հայոց արքաներ։ Այսօր մենք կբացենք մեր արքաների բոլոր գաղտնիքները։ Ըստ Հայկ Խաչատրյանի արտավազդ վեպի, Տիգրան Մեծը մահից առաջ որդուն արտավազդին վճիռ կայացնելու մասին ինչ խորհուրդ էր տվել։ Կշռադատված արդարացի վճիռներ կայացնելու համար արտավազդն արքունիքում ինչ պաշտոն է ստեղծում։ Հարցին կպատասխանի Նորայք Կիրակոսյան։ Տիգրան Մեծը արտավազդին խորհուրդ է տալիս, որ ամեն վճիռ կայացնելուց առաջ նա պետք է մտածի, այսինքն կայացած վճիռը նման է խաղ խնձորի, ասում է Տիգրան Մեծը, իսկ խաղ խնձոր հայերը շատ են սիրում։ Արտավազդը իր պալատում ստեղծում է երկու հակառակող խորհրդատուների պաշտոնը, Գայլը եւ Վարազը, իսկ եթե հանկարծ նրանց մոտ հակառակվելը չստացվեր, այդ ժամանակ նրանք պետք է հեռանային պալատից։ Իսկ ինչու էին հակառակվում։ Որպեսզի կարողանային ճիշտ որոշումը, ճիշտ վճիռը կայացնել։ Լավ, լսենք մեր պատասխանը։ Շտապ կայացրած վճիռը նման է խակմրքի, իսկ հայերը խակմիրք շատ են սիրում, ասել էր Տիգրան Մեծը եւ որդին հասկացել էր հոր միտքը։ Արտավազդն արքունիքում ստեղծեց հակաճառող երկու խորհրդատուի պաշտոն։ Խորհրդատուներն արքայի առաջարկած խնդիրների վերաբերյալ պարտավոր էին արտահայտել հակառակ կարծիքներ, համապատասխան փաստարկումներով։ Խելացի եւ լավ տեղեկացված խորհրդատուների բանավեճն արքային օգնում էր կշռադատված վճիռներ կայացնելու։ Միայն մեկ անգամ, երբ Ռոմի իերապետ Մարկոս Անտոնիոսը խախտելով բարեկամության ուխտը զորքով մոտենում է Արտաշատին, խորհրդականները հակադրվելու փոխարեն միաբերան առաջարկում են սրով դիմավորել ուխտադրուժ հռոմեացուն, սակայն հայոց արքան չի լսում նրանց եւ չարաչար սխալվում է։ Խնդրեմ, պարոն Գալստյան։ Խիստ կարևոր մի հանգամանք, որը ես ցանկանում եմ շեշտել։ Ըստ էության բնագրի իմացությունը լավ է, սյուժեն գիտեք, բայց սյուժեից հարկավոր է բխեցնել, վերջին հաշվով ամեն ինչ ճիշտ է, երկու հակադիր խորհրդատուների պաշտոններ։ Ինչու։ Երկու միավոր հանում եմ եւ ձեր պատասխանը գնահատում եմ 8 միավոր։ Եվ դառնում ենք նորից նարնջագույն թիմին։ Մենք ընտրում ենք Զատարը։ Զատարը, խնդրեմ։ Էլի հայոց արքաներ։ Հայկ Խաչատրյանի համանուն վեպում Տիգրան Մեծն ինչու է հրամայում, որ Հայքի ծայրակալ գավառների եւ մայրաքաղաքի նահապետական տները պարտադիր կապվեն ազգակցական կապերով։ Հայոց արքան ծայրագավառների հետ կապված ինչ խորհուրդ է տալիս իր որդի Արտավազդին։
Մաների հետ կապվածության ծայրակապաններ են։ Խնդրեմ տղաներ, ժամանակը սպառվեց։ Պատասխանը։ Հարցին պատասխանի Շարքային Հարությունյանը։ Շարքային Հարությունյան, խնդրեմ։ Տիգրան Մեծը ծայրակալ գավառների նախարարական տների որդիներին կամ դուստրերին ամուսնացնում էր Արտաշատի նախարարական տների որդիների դուստրերի հետ, այդպիսով նա ավելի սերտ կապեր էր հաստատում ծայրագավառների նախարարների եւ կենտրոնական գավառների նախարարների միջև, որը օգնում էր չդավաճանելուն երկիրը, քանի որ նա կարծում էր այդ ամուսնություններով մոտ 3 սերունդ ապահովում է չդավաճանությունը երկրին եւ նա առաջին քայլերից մեկը կատարեց Փայտակարան գավառի իշխաններից մեկին ամուսնացնելով Արտաշատի իշխաններից մեկի դուստրի հետ։ Երկրորդ հարցին պատասխանենք, նա Արտավազդին ինչ խորհուրդ տվեց իր որդի Արտավազդին։ Ամուր կապով կապել ծայրագավառների նախարարական տներին, կենտրոնական գավառների նախարարական տների հետ։ Ուրիշ պատասխան ունենք տղաներ։ Լավ։ Ոչ չունենք։ Լսենք մեր պատասխանը։ Տիգրան Մեծի նպատակը հայոց տան դարպասներն ավելի ապահով ու ամուր դարձնելն էր։ Զավակների ամուսնությունների միջոցով կապված հարազատներն ավելի շուտ օգնության կհասնեին միմյանց։ Տերության ղեկավարը պետք է աչքը տնկած պահի հայքի սահմաններին, ասում է Տիգրանը որդուն։ Մեր թշնամիներն իրենց դավերը սկսում են հայքի ծայրակալ գավառներից։ Մենք պարտավոր ենք այդ գավառները բնակեցնել միայն հայերով։ Ծայրակալ գավառները մեր տան սյուներն են։ Նրանց է դիպչում թշնամու կացնի առաջին հարվածը։ Եթե հաստատուն լինեն այդ սյուները, հայքի տան ծուխը հավիտյան չի մարի։ Խնդրեմ, պարոն Գալստյան։ Առաջին ենթահարցի պատասխանը լիարժեք էր, երկրորդից մի փոքր համարեմ ճիշտ պատասխան ընդհանուր միտքը եւ ստիպված ձեր պատասխանը պիտի գնահատեմ 6 միավոր։ 6 միավոր է վաստակում նարնջագույն թիմը, ավարտվեց նաև երկրորդ փուլը եւ երկրորդ փուլի ավարտին նորից այս փուլը կարծես թե մի քիչ հաջող փուլերից չէր եւ որպեսզի տրամադրության անկում ունենանք, դառնանք նորից երաշտական հարցին եւ հերթն այս անգամ կապույտ թիմինն է։ Կապույտ թիմ ընտրում ենք տառը։ Այբ տառը։ Այբ տառը, խնդրեմ։ Քերծի, համեցեք։ Պարոն Գինոսյան, քերծի պարը մենք դիտեցինք եւ գնահատեք։ Պիտի խնդրեմ խմբերին, եթե բեմադրությունը ձեզ պիտի խանգարի բարի բուն դետալների ցուցադրմանը եւ կատարելորեն վերարտադրելուն, ավելի լավ է հստակ բարեք բարերը եւ ոչ թե բեմադրության վրա քանդեք ամեն ինչ որ կա բարի մեջ։ Ցավում եմ, բայց 7 միավոր խառնաշփոթը ահավոր շատ է։ 7 միավոր է վաստակում կապույտ թիմը բարի կատարման համար եւ անցնում ենք երրորդ փուլին։ Մենք ընտրում ենք կենտառը։ Կենտառը, խնդրեմ։ Կենտառի թեման հայ մեծանուն զորավարներն են։ Ըստ Ավետի Սահարոնյանի հուշերի, ինչպես հաղթանակեց Իգդիրի ամենեն կտրիչ ու խենթուկ տղայի Դրոյի եւ ամենեն գեղեցիկ աղջկա Սերը, ինչ կատարվեց պսակադրության օրը։
Հարցին կպատասխանի Շարքային Գրիգորյանը։ Շարքային Գրիգորյան։ Դրոնը ամուսնանում է իր հոր թշնամու աղջկա հետ եւ դա նրանք ողերիմ թշնամիներ էին, հենց այդ հարսանիքի օրն էլ մեծ հարսանիք է տեղի ունենում, իսկ ինչ կատարվեց պսակադրության օրը այդ հարցի պատասխանն է, որ դրոնը իր հարսանիքից թողնում եւ գնում է, քանի որ սկսել էր կռիվ եւ անհրաժեշտ էր որ դրոնը նույնպես մասնակցություն ունենա հենց այդ կռվին եւ ինքը իր հարսանիքից գնում է, չի մնում, միջև վերջ։ Վերջ։ Լսենք մեր պատասխանը։ Ըստ հուշագրի դրոն սիրահարվել էր իր հոր մահացու հակառակորդ Ավագյանների աղջկան Նվարդին, հյուսվել էր մինոր Ռոմեոյի եւ Ջուլիետի դրամա, վերջապես փշրվում է երկու ընտանիքների համառությունը եւ տեղի է ունենում իր ծննդավայրի ամենից աղմկալի ու գեղեցիկ ամուսնությունը։ Պսակադրության օրը սակայն դրոյին մի հեռագիր են տալիս։ Գրել էր Նիկոլ Դումանը, խմբովատանցիր Սյունիք օգնելու կռվողներին, դրոն թողնում է նորահարսին, ծնողներին եւ մեկնում, քանզի ազգային շահը գերադաս էր անձնականից։ Ինձ համար փոքր-ինչ դժվարին կացություն է ստեղծվել այն առումով, որ սա հետաքրքիր սիրո պատմություն է եւ հայրենասիրության, հայրենիքին նվիրվածության բացառիկ օրինակներից մեկն է, որը հատուկ է նաեւ դրոյին, ինչպես նաեւ շատ ու շատ հայդուկապետերի։ Ըստ էության երկու ենթահարցերին պատասխան տրվեց, առաջինին ավելի լիարժեք, ես կցանկանայի, որ մեր զինվորները ավելի գեղեցիկ պատասխանեին։ Գնահատում եմ 8 միավոր։ Այո, երկու ենթահարցերին տրվեց ճիշտ պատասխան, բայց այդ պատասխանը շատ համառատոր է, շատ կծկտուր։ Ուստի թիմը վաստակում է 8 միավոր եւ անցնում ենք կապույտ թիմին նորից։ Խնդրեմ, տղաներ։ Ձատարը։ Ձատարը, խնդրեմ։ Իրավագիտությունն է թեման եւ լսենք հարցը։ Երբ է ընդունվել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան, այն ինչ է բովանդակում։ Խնդրեմ, տղաներ։ Հարցին պատասխանի Անդրանիկ Զաքարյան։ Կոնվենցիան ընդունվել է 1949 թվականին։ Ինչ է այն բովանդակում։ Մարդու իրավունքների պաշտպանությունը, այսինքն հակամարտող պետությունները, որ իրար հետ հակամարտում էին, այդ ժամանակ առաջ քաշվեց բազմաթիվ իրավունքներ, որ երկու կողմերը պետք է ընդունեին, երկու պետություններն էլ եթե պատերազմի մեջ էին գտնվում։ Ուրիշ պատասխան ունենք տղաներ։ Այսքանը։ Այսքանը։ Լսենք ճիշտ պատասխանը։ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան ընդունել է Եվրոպայի խորհուրդը 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում։ Կոնվենցիան սահմանում է մարդու իրավունքների ու ազատությունների նվազագույն չափորոշիչները։ Կոնվենցիայով հռչակվում են կյանքի իրավունքը, խոշտանգումների, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի արգելումը, ստրկության եւ հարկադիր աշխատանքի արգելումը, ազատության, անձնական անձեռնմխելիության արդար դատականության իրավունքը եւ այլն։ Պարոն Սիմոնյան։ Կապույտ թիմը փաստորեն շփոթեց միջազգային մարդու իրավունքների միջազգային իրավունքը, միջազգային մարդասիրական իրավունքի հետ, խոսքը այստեղ վերաբերում էր մարդու իրավունքների միջազգային իրավունքին, որի հիմնական փաստաթղթերից մեկի մասին էլ խոսքը գնում էր։ Ցավում եմ, բայց թիմը միավոր չի վաստակում։ Այո, մենք չլսեցինք պատասխան, հետևաբար նաև միավոր չունենք եւ անցնում ենք նարնջագույն թիմին։ Մենք ընտրում ենք Ղատտարը։ Ղատտարը, խնդրեմ։ Դարձյալ իրավագիտություն։ Ինչու են իրավունքները երբեմն անվանվում անօտարելի, որտեղ է առաջին անգամ ձևակերպվել այս արտահայտությունը։ Խնդրեմ։ Տղաներ։ Հարցին կպատասխանի կրտսեր սերժանտ Գրիգորյանը։ Գրիգորյան։
Մարդու անոտարելի կամ անկապտելի իրավունքները դրանք մարդուն ի ծնե տրված իրավունքներն են, որոնք չեն սահմանվում պետության կողմից, այսինքն մարդը այդ իրավունքները ստանում է բնությունից։ Այդ իրավունքների շարքին են դասում կյանքի իրավունքը, սեփականության ազատությունը, անձի առանձնարմեխելիությունը, անոտարելի իրավունքները նաև համարում են մարդու բնական իրավունքները։ Բնական իրավունքի տեսության կողմնակիցները հենց անոտարելի իրավունքները տալիս են անկապտելի իրավունք կամ բնական իրավունք։ Առաջին անգամ այս դրույթը ձևակերպվել է 1776 թվականի հունիսի 4-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագրում, ինչպես նաև 1789 թվականի ֆրանսիական մարդու իրավունքների ֆրանսիական հռչակագրում։ Վերջ։ Այսքանը։ Ահա։ Լսենք մեր պատասխանը։ Այսպիսի մոտեցմամբ մարդու իրավունքները եւ ազատությունները դիտվում են իբրև մարդուն ի ծնե տրված եւ մարդուց անբաժանելի, այլ ոչ թե պետական իշխանության շնորհած իրավունքներ։ Անոտարելի իրավունքներ հասկացությունն առաջին անգամ իրավական ձևակերպում է ստացել անկախության ամերիկյան հռչակագրում եւ մարդու եւ քաղաքացու իրավունքների ֆրանսիական հռչակագրում։ Խնդրեմ, պարոն Սիմոնյան։ Նարնջագույն թիմը ամբողջությամբ ճիշտ պատասխանեց առաջադրված հարցին, թե առաջի ենթահարցը, թե երկրորդ ենթահարցը, ավելին նարնջագույն թիմը փաստորեն հավելյալ տեղեկատվություն մեզ տվեց ընդունման տարեթվերի հետ կապված փաստաթղթերի, դրա համար կարծում եմ, որ սխալված չենք լինի, եթե նարնջագույն թիմին շնորհենք Հայասպետ։ Այո։ Եվ ես իմ կողմից հավելեմ, որ այս խաղի ընթացքում մենք համարյա այսքան գեղեցիկ խոսք չէինք լսել, սահուն, գեղեցիկ ճիշտ հայերենով, ուստի ես միանգամայն համաձայն եմ Հայասպետի հետ, նշեմ միայն, որ Հայասպետ նշանակում է 11 միավոր։ Եվ ի վերջո կատարում ենք վերջին պտույտը, դառնում ենք դեպի Կարմիր թիմը։ Կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք Սետարը։ Սետարը, խնդրեմ։ Հարևան ժողովուրդների պատմություն։ Ըստ Նադո Մախմուդովի քուրդ ժողովուրդը գրքի ովքեր են կզլբաշ քրդերը, իսկ ինչ ծագում ունի եզդի բառը եւ ովքեր են եզդիները։ Խնդրեմ, հաներ։ Հարցին կպատասխանի Սերժանտ Մատինյանը։ Սերժանտ Մատինյան, խնդրեմ։ Ըստ Մախմուդովի քուրդ ժողովուրդը գրքի կզլբաշտները դա կարմիր գլխաշորեր կրող քրդերն էին, որոնց անվանում են նաև կարմրագլուխներ, իսկ եզդին նշանակում է Աստծուն հավատող, Աստված սիրող։ Լսենք մեր պատասխանը։ Կզլբաշները շիա աղանդին պատկանող քրդերն են, որոնք Մահմեդի 12 իմամների, մարգարեների պատվին սպիտակ չալման 12 անգամ փաթաթում են իրենց կարմիր գլխարկի շուրջը։ Գլխարկի վերին կարմիր գույնով մասը մնում է բաց, այստեղից էլ կզլբաշ կարմիր գլուխ։ Եզդի բառը պարսկական ծագում ունի, նշանակում է Աստված կամ եզդ, կրակի պաշտամունք։ Եզդի քրդերը կրակապաշտներ են, նրանք երկրպագում են Շամսին, արևին, ինչպես նաև Մալաքեթաուս սիրամարգ հրեշտակին։ Մի փոքր դժվար կացություն է ստեղծվել երկու հանգամանք հաշվի առնելով, նախ իսկապես Նադո Մախմուդովը կանխակալ մոտեցում է ցուցաբերում եւ բնագրի մեջ այո եզդի քրդեր որոշ վիճելի արտահայտություններ այդպես կան եւ մեր զինվորները դրանում բնականաբար մեղավոր չեն։ Ընդհանուր հանրագումարի բերելով Կարմիր թիմի տված պատասխանը կարծում եմ կարելի է գնահատել 8 միավոր։ Այո, առաջին երկու հարցին այնուամենայնիվ տրվեց պատասխան, երրորդ հարցին տրվեց թերի պատասխան, ուստի թիմը վաստակում է 8 միավոր։ Եվ անցնում ենք Կապույտ թիմին։ Ընտրում ենք Ցոտարը։ Ցոտարը, խնդրեմ։ Դարձյալ հարևան ժողովուրդների պատմություն։ Ըստ Նադո Մախմուդովի քուրդ ժողովուրդը գրքի հայ պատմագրության մեջ ինչպես են հիշատակվում քրդերը, ինչ է անվանվել նրանց երկիրը։ Հիշատակում քրմար, ինչպես Պատրաստ ենք։ Հարցին պատասխանի լեյտենանտ Զաքարյան։ Լեյտենանտ Զաքարյան։ Քրդերը հիշատակվում են որպես մարեր, երկիրը Մարաստան կամ Մեդիա։ Լսենք մեր պատասխանը։
Հայ պատմագրության մեջ քրդերը հիշատակվում են որպես մարեր, մեդացիներ։ Մատենադարանում պահպանվող ձեռագիր մի մատյանում հետաքրքիր տեղեկություն է պահպանվել, ըստ որի բնակիչն այն աշխարհին որքեն քուրդք, որք մարկ կոչվին։ Քրդերի նախահայրերի երկրի աշխարհագրական անվանումը տարատեսակ է։ Աքեմենյան Կյուրոսի մոտ Քութիների երկիր, հռոմեական հունական պատմաբանների մոտ Կորդունեա, հայերի մոտ Կորդված աշխարհ։ Պարոն Սողոմոնյան, խնդրեմ գնահատեք։ Լավ կլիներ, որ լեյտենանտ Զաքարյանը ճիշտ է պատասխանեց հարցին, բայց դիպուկ պատասխաններ տար, շեշտելով, որ Մախմուդովի մոտ մեջ է բերվում, որ հայկական պատմագրության մեջ այսպես է անվանվում, բայց դա ես իհարկե թերություն չեմ համարում։ Հակված եմ կապույտ թիմի պատասխանը գնահատել 7 միավոր։ Պարոն Սողոմյանին ես իհարկե հասկանում եմ, որ զինվորներ է տեսնում եւ միտված է միշտ բարձր գնահատելու, բայց այնուամենայնիվ մեր հարցն այսպեսին էր. հայ պատմագրության մեջ ինչպես է անվանվում նրանց երկիրը, իսկ հայ պատմագրության մեջ նրանց երկիրը անվանվում է Կորդված աշխարհ, ինչպես արդեն նշվեց պատասխանում, իսկ մեր զինվորները ցավոք նշեցին Մարաստան։ Ուստի ես կարծում եմ, որ երկրորդ հարցին մենք չենք ունեցել պատասխան եւ հանում եմ 1 միավոր։ Թիմը վաստակում է 6 միավոր։ Եվ դառնանք դեպի նարնջագույն թիմը։ Մենք ընտրում ենք Տյուն տառը։ Տյուն տառը, խնդրեմ։ Աշխարհագրություն։ Ասեք թվերով նշված օբյեկտների անունները։ Առաջին պետություն, երկրորդ մայրաքաղաք, երրորդ ծով, չորրորդ գետ, հինգերորդ կղզի։ Հարցին կպատասխանի Սերժանտ Խաչատրյանը։ Առաջինը պետությունը դա Հորդանան պետությունն է, որը գտնվում է Հարավ-Արևմտյան Ասիայում, մայրաքաղաքը Աման։ Երկրորդ Իրաքի մայրաքաղաք Բաղդադն է։ Բնակչությունը 4.400.000 մարդ։ Երրորդը ծով, Էգեյան ծովն է, որը ողողում է Թուրքիայի եւ Հունաստանի ափերը։ Չորրորդը գետ, սկսվում է հայկական լեռնաշխարհից, Կուր գետն է, որը հոսում է հիմնականում Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքում, վերջում միանալով Արաքս գետին թափվում է Կասպից ծովը։ Հինգերորդը Կիպրոս կղզին է, որտեղ գտնվում է համանուն պետությունը, Կիպրոսը, մայրաքաղաքը Նիկոսիա, երկու ժողովուրդներ են բնակեցված, կա հունական Կիպրոս եւ թուրքական Կիպրոս։ Կա մեծ հակասություն թուրքերի եւ հույների մեջ, Կիպրոսի վերջնական կարգավիճակը։ Կիպրոսի տարածքը 9800 քառակուսի կիլոմետր, պետության բնակչությունը 850.000 մարդ։ Շնորհակալություն։ Լսենք մեր պատասխանը։ Առաջին Հորդանան, երկրորդ Բաղդադ, երրորդ Էգեյան ծով, չորրորդ Կուր գետ, հինգերորդ Կիպրոս կղզի։ Հայլուն պատասխաներ լրացուցիչ տեղեկություններով թիմը վաստակում է Հայասպետ։ Այո, իհարկե, մեր զինվորը փայլեց իր աշխարհագրական գիտելիքներով եւ արժանիորեն վաստակում է Հայասպետ, նորից նշեմ, Հայասպետ նշանակում է 11 միավոր։ Մենք մոտենում ենք խաղի ավարտին եւ խաղի ավարտին իհարկե վերջին երաշտական հարցն է։ Ձեզ բաժին ընկավ ռետարը եւ հիմա պարզապես տեսնենք, թե ռետարի տակ որ բաժն է թաքնված։ Սղրդի Քոչարի։
քոչարու խորհուրդը ինչ է։ Քոչարու խորհուրդը հիմնականում խոյահարումներն են, խոյահարող շարժումները։ Շնորհակալություն։ Խոյի պաշտամունքից ծնված խոյահարումը վերարտադրելով այդ նույն առնականությունը ինքներս մեզ նրշենչելն է։ Բայց ձեր բարի մեջ վերխոյացող շարժում ընդհանրապես չկար եւ ավելի ուժգին ձախ ոտքով հարված կար, կարծես չարխափան պարլիներ եւ ոչ թե խոյահարող շարժում։ 7 միավոր։ Ռենուար, գեղեցկությունը հավերժը, Աբովյան 23։ Այսպիսով ավարտվեց մեր այսօրվա խաղը նույնպես եւ պարոն Գրիգորյան խնդրեմ հայտարարեք այսօրվա միավորները։ Համար 63 853 զորամասի թիմը վաստակեց 48 միավոր։ Կապույտ թիմ համար 46 432 զորամասի թիմը վաստակեց 41 միավոր։ Եվ վերջապես Ծիրանագույն թիմ 46 677 զորամասի թիմը ճանաչվում է հաղթող եւ վաստակում 63 միավոր։ Եվ այսպես ավարտվեց եւս մեկ խաղ։ Թե ինչ տվեց այն մեզ, կարծում եմ պարզ է բոլորիս, որովհետև բանակն այն եզակի կառույցներից է, որ միավորում է մեզ բոլորիս իր շուրջը, եւ զինվոր այն եզակի անհատներից է, որին սիրում են բոլորը եւ որին պարտական են բոլորը։ Այսօրվա մեր խաղի համար մենք ունենք նախապատրաստած նվերներ բոլոր թիմերի համար։ Նվերները նրանց համար սահմանել են Համաշխարհային հայկական կոնգրեսը, Փյունիկ հիմնադրամը, Կրթության եւ Գիտության նախարարությունը, ինչպես նաեւ Հայաստան հիմնադրամը։ Իսկ հաջորդ հանդիպմանը արդեն կհանդիպեն այն 3 զորամասերի թիմերը, որոնք հավաքել են առավելագույն միավորներ 2 խաղերի ընթացքում եւ իհարկե դրանք կլինեն ուժեղագույնները եւ ինչպես նժդեհներ ասում ավելի լավ է մրցակից ունենալ Արիուսին, քան թե Աղվեսին։ Արիուսներ ձեզ տեսնենք։ Հաջորդ խաղին մենք կհանդիպենք արդեն ուժեղագույնների բախմանը եւ կարծում եմ բավականությունն էլ կլինի առավել ու ավելին։ Այսօր այսքանը կհանդիպենք էլի մեկ շաբաթից։